Երբ ռեստորանային բիզնեսը շարժվում էր իր ավանդույթներով, հայտնվեց մեկը եւ փոխեց խաղի կանոնները։ Դա անխուսափելի process է։ Միֆերից է, որ պետք է աշխատասենյակը մեծ ընդգծել։ Մեր ոլորտում ամենակարևոր մարդիկ հյուրերն են։ Ոչ Արեգն է, ոչ շեֆ-խոհարարն է, ոչ մատուցողներն են, ոչ մեկ։ Ընկնելու, սխալվելու, կասկածելու, հատակին հայտնվելու, թևեր առնելու, թռնելու, հետո նորից ընկնելու, այս ճանապարհը անխուսափելի է։ Ինչի՞ Արեգը հաջողակ դարձավ հանգարց, հա? Որ սկսեց հաց ուտել ուղիղ եթերում։ Նպատակ ունեք ընդլայնվելու եւ ծավալվելու։ Միանշանակ, անդադար, շարունակական։ Երբ ռեստորանային բիզնեսը շարժվում էր իր ավանդույթներով, հայտնվեց մեկը եւ փոխեց խաղի կանոնները։ Նա չբավարարվեց միայն համեղ մենյուով կամ էլ գեղեցիկ ինտերիերով եւ իր բիզնես նախագծերը շուկայում դիրքավորեց նաեւ ֆուդ բլոգինգի, թվային մարքեթինգի եւ պարզ մարդկային հումորի միջոցով։ Եվ նա այսօր ոչ միայն ռեստորատոր է, այլ նաեւ բովանդակություն ստեղծող, ինֆլուենսեր եւ որ ամենակարևորն է նոր բիզնես մտածողության կրող։ Բիզնեսի դեմքը հաղորդաշարն է եւ այսօրվա մեր հերոսը Արեգ Գևորգյանն է։ Քամանչա ռեստորանի եւ Պիդե եւ Տոկա Բոկա Արաքսնդի կետերի հիմնադիրն ու ղեկավարը։ Իպսիմե ջան, բարև ձեզ, բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շատ հաճելի է այստեղ գտնվելը, միշտ դուք եք այստեղ ղեկավարում պրոցեսները։ Փորձում եմ։ Հա, առաջին հարցը վերաբերում է հենց այստեղ տեղի ունեցողին, ինչպես ու երբ որոշեցիք, որ հենց այսպես ֆուդ բլոգինգի միջոցով կարող եք հետաքրքրություն առաջացնել ընդհանուր առմամբ ռեստորանային բիզնեսի, բայց հատկապես ձեր բիզնես նախագծերի նկատմամբ։ Դե ես ուզում եմ ասեմ, որ դա անխուսափելի process է։ Իրականում տպավորություն կա, որ առանց դրա գործունեություն հնարավոր է, բայց այլևս կարանք ֆիքսենք, որ ժամանակակից աշխարհում հյուրընկալությունը սկսվում է դիջիտալ հարթակներից ու սոցիալական ցանցերից։ Այս իրողությանը դիմադրելը մեղմ ասած շատ վտանգավոր է, ոչ միայն ռեստորանային ոլորտի համար, նաև առհասարակ բոլոր բիզնեսների համար։ Այո, համաձայն եմ դրա հետ, բայց այստեղ մի հարց կա, ինչու դուք սովորաբար բիզնեսները, բրենդները, բիզնես ամբասադորներ են ունենում, բայց դուք ձեր դեմքով եք ներկայացնում ձեր բիզնեսները, ով է որոշել, որ հենց դուք պետք է դա անեք։ Դե որոշումը իհարկե իմն է ու էլի դա համաշխարհային տենդենսների հիման վրա տեղ ունեցել, ես ինչ-որ նորություն չեմ հորինել։ Իհարկե մեթոդը չփորձարկված է։ Արդյունքները երկարաժամկետ առումով դեռ պարզ չեն ամբողջ աշխարհում, ինչ կարա տեղի ունենա, հա։ Այնպես ինչպես օրինակ փորձարկված էին մարքեթինգային այլ քայլերը, ասենք 30-20 տարի առաջ։ Բայց այն, որ բրենդի նկատմամբ, պրոդուկտի նկատմամբ վստահելիության ու հետաքրքրության բարձրացումը երաշխավորված է, երբ որ հենց պրոդուկտի ստեղծողն է դրա մասին խոսում ու երաշխավորում դրա որակը, դա նաև անձնական պատասխանատվություն է։ Այո, դա նաև հետաքրքրություն է, ու նաև ժամանցային հետաքրքրություն է, հետաքրքրություն նաև ուշադրություն է բերում բրենդի վրա։ Այո, մենք հիմա Քամանչայում ենք, այո, կարող ենք գնալ ներս։ Ես բոլոր հյուրերին հարցնում եմ, իրենք երբ են աշխատանքի գալիս, իրենց աշխատանքային օրը երբ ու ինչպես է սկսվում, ձեր դեպքում ինչպես է։ Իմ դեպքում 12:00 ենք ասում, կեսօրին։ Եթե խոսքը պրոյեկտներ այցելելու մասին է, պրոյեկտներ գալու մասին է, ընդհանրապես կյանքը սկսվում է վաղ առավոտից։ Ռեստորանի աշխատանքները երբ այն ժամ։ Ռեստորանի աշխատանքները 10-ից են սկսվում։ Հա։ 10-ից մեր fast food պրոյեկտների կետերի աշխատանքը նույնիսկ 10:00-ից է սկսվում։ Իհարկե նախապատրաստական աշխատանքների 9:30-ից սկսվում են, բայց բացվում են հենց ժամը 10-ին։ Ես կեսօրին հիմնականում աշխատում այցելեմ բոլոր պրոյեկտները։ Տպավորությունն է, որ դուք միայն այսպես էկրաններով եք զբաղվում, հանրային այսպես ներկայացումներով, բայց դուք օպերացիոն տնօրեն եք։ Մատ գաղտնիք բաց եմ։ Այդ էկրաններին հայտնվելը ինձնից օրվա մեջ շփվում է ընդհանրապես 10-ից 15 րոպե ժամանակ։ Ես հենց դա եմ ուզում հասկանալ, թե դուք ընդհանրապես ինչով եք այստեղ զբաղվում, առաջին ձեր գործը, ձեր այսպես աշխատավայր այցելելիս ո՞րն է լինում։ Պետք է ժողովրդին ողջունել, բարևել,
Ում եք առաջինը կանչում ձեզ մոտ, քննարկում ինչ-որ թեմաներ։ Կանչել բան, դες բանը չկա։ Հեսա մեր զրույցի ընթացքում մենք բան կանենք, կարծում եմ գաղտնիքներով կկիսվեմ արդեն, պարզ կլինի թե ոնց ենք մենք զբաղվում ռեստորանի կառավարմամբ։ Հիմա էքսկլյուզիվ ոնց որ գնալու ենք բան։ Աշխատասենյակ։ Ոչ ոք չի եղել այստեղ։ Ոչ ոք չի եղել, նու շատ մարդ է եղել, բայց հա, սենց բանով տեսախցիկներով մարդ չի եղել։ Այո, հրապարակային։ Հալեցիք։ Հետաքրքիր է շատ։ Այս մեր թիմի հանգստի սենյակն է։ Ստեղ էլ իմ չարություններ անելու տեղն է, ոնց որ։ Փուճուրիկ համեստ։ Հա, շատ փոքր է։ Հա, Ղեկավարի համար։ Այս բանը էլի, էդ էլ է միֆերից է, որ պետք է աշխատասենյակը մեծ լինի, չէ՞, այտենց օբսիդիանից տարբեր ինչ-որ բաներ դրված են։ Այո, դերը շատ տարբերվող է։ Մեծ բազմոստեր բան, չէ, այստեղ արագ ինչ-որ համակարգչով գործեր, շատ արագ հանդիպումներ, մեկը որ շատ ազատ ժամանակ մնում է մի քիչ ընթերցանությունով զբաղվում։ Իսկ ձեր օպերացիոն գործունեության մեջ, այսինքն երբ որ դուք գալիս եք այստեղ, ինչ հանձնարարություններ եք տալիս, ինչն է ձեր իրավասությունների մեջ մտնում, մենյուն ստուգելը, աշխատակիցների, դուք ասեք էլի, ես չեմ պատկերացնում։ Դե նայեք, առհասարակ ռեստորանում գործերը շատ բազմազան են, հատկապես են գործերը, որոնք օրվա ընթացքում հարկավոր է լուծել, դրանք կարելի ասել դրանցից ընդամենը երևի 10-15%-ն է, որ կանխատեսելի է, այսինքն հստակ դրված խնդիրներ են, հա, օրինակ չգիտեմ, փոխանցումների խնդիրը կամ ֆինանսական հաշվետվություններ նայելու, ստուգելու խնդիրը, իսկ ընդհանրապես դրանք փոխվում են ըստ առաջնահերթության։ Օրինակ հենց հիմա մեր մոտ առաջնահերթությունն է մենյուի փոփոխություն։ Առաջի գործը, որ արվում է, այսինքն օֆիսային հատվածում, ոչ միայն համաձայնեցվում է, միասին թիմով անում ենք, հա, միասին թիմով անում ենք, հակառակը ես շատ բաներ համաձայնեցնում եմ մեր թիմակիցների հետ։ Ինչ եմ հարցնում, որովհետև դուք խոհարար չեք։ Որովհետև շատ դեպքերում ես կարող եմ մտքեր ունենամ, բայց որոնք չհամապատասխանեն օրինակ մեր խոհանոցի արտադրողականության օրինակ կամ այլ խնդիրներ առաջանան, հա, այդ մտքերը, որ ինձ մոտ առաջանում են, անպայման պետք է ոնց որ էփվեն թիմում։ Ժամանակ կար, դուք եք ասել, որ ձեր մոտ կադրերի հոսքը այսպես ավելի հաճախ էր լինում։ Հիմա հասել եք այդ ներդաշնակությանը, որ կադրերը ավելի երկար են աշխատում կամ ձեր ուզած ստացել եք ի վերջո, որովհետև Հայաստանում աշխատաշուկան պրոբլեմատիկ է, ինչքան որ խոսում են բիզնես գործարանների հետ։ Չենք ստացել, որովհետև մեր ձգտումը դեպի կատարելություն է, բայց միանշանակ աճի տեմպերը այս պահին ինձ բավարարում են այդ առումով։ Թիմային կառավարման, թիմի ձևավորման ու այդ հոսքայնության բացառման առումով գլուխ գովալ չլինի, բայց հասել եք շատ լավ մակարդակի վրա ենք, այո, այդ խնդիրը լուծված է։ Ու իհարկե բանը հիմնական աճողը այդտեղ ես պետք է լինեմ։ Անխուսափելի է, այդտեղ չի կարելի կեղծավորություն անել, որովհետև հիմնադիրը տնօրենը ինքն է այդ մոտեցումներով վարակում։ Եթե այդ մոտեցումները չեն լինում կամ մոտեցումները սխալ են լինում, որը եղել է իմ մոտ ժամանակին, հա, ոչ էֆեկտիվ լավ սխալ ճանաչենք, բարձր այդ ամեն ինչը ոնց որ մետաստազներով տարածվում է ամբողջ թիմում ու բերում է նման խնդիրների։ Իսկ դուք խոհանոց գնում եք, խոհանոցում ինչ-որ բան պատրաստում եք։ Օրեր ալու ես էլ եմ պատրաստում, եթե թողում եմ իհարկե։ Այսինքն հյուրերը երբեմն համտեսում են ձեր պատրաստած, ձեր հաճախորդները համտեսում են ձեր պատրաստած։ Չէ, նու կարող վերջնական ինչ-որ բան չպատրաստեմ, բայց բանում, ասենք, նախապատրաստական աշխատանքներում օգնեմ։ Արեք դուք խոհարար չեք, բիզնես կրթություն չունեք, իրավաբանի կրթություն ունեք, որ չեք էլ ավարտել համալսարանը, ես գիտեմ այդ մասին։ Вообще ինչ իրավունք ունեք դուք։ Չէ, այդպես չեմ ուզում ասել, բայց հարցը սա է, թե ինչու որոշեցիք բիզնեսով զբաղվել եւ հատկապես նման ռիսկային բիզնես ոլորտ ընտրել։ Ռեստորանը ինքը բավականին ռիսկային է։ Ստեղծագործական մասն է բիզնեսի, որ ինձ դուր է եկել ի սկզբանե,
ու իհարկե գումար աշխատելու ցանկությունը, ինչպես է բոլոր բիզնեսներում, դրանից չի կարելի փախնել ու ամաչել։ Ես կարծում եմ, որ հայկական իրականության մեջ իրականում այդ մի քիչ բան է, այդ խնդրումը ունենք մենք, անկեղծ ասելու, որ մենք գնում ենք հարստանալու, մենք ուզում ենք հարստանանք։ Նաև հասկանում եմ դրա պատճառները, որովհետև կարծում եմ որոշակի բացասական ընկալում եղել են տարիներ շարունակ հարստացողների նկատմամբ, ու դա եկել է երևի հարստացման ձևերից, բայց իրականում ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհը ընդհանրապես տեխնոլոգիապես թեկուզ առաջ են տանում հենց բիզնեսները, աշխարհը զարգացնում են պետությունները, տնտեսությունները զարգացնում են բիզնեսները, աշխատատեղեր ապահովում են բիզնեսները, հարկեր վճարում են բիզնեսները, ու բիզնեսները ինչքան հարուստ լինեն, այդքան ավելի հարուստ է լինելու այն միջավայրը, որտեղ իրենք գործունեություն են ծավալում, այդ անխուսափելի, այո, ասես մի հատ շրջան է, որ բանը միայն դրական էֆեկտ է ունենում։ Ու այդ առումով իհարկե նաև կա հալոքուտ գործունեություն իրականացնելու ցանկությունը, կա նաև ինքնադրսևորվելու ցանկությունը, կա նաև բարձրունքներ գրավելու ցանկությունը, դժվարություններ հաղթահարելու ցանկությունը եւ այսպես շարունակ։ Այն ամեն ինչը ինչ որ կարծում եմ յուրաքանչյուր մարդու հաճույք է տալիս ու ընդհանրապես մեր կյանքը այս ամեն ինչից է բաղկացած։ Բայց ինչ որ ռեստորանային բիզնեսը որոշակի ստատուս ունենալու այդ միտքն է ձեզ գայթակղել նաև ինձ դուր է եկել հենց ռեստորանային բիզնեսը ուղղակի։ Իրականում ես ընթացքում եմ հասկացել, թե առաջի պրոյեկտի առաջի տարիներին եմ հասկացել, թե ինչ բարդ, բազմաշերտ ու ռիսկային ոլորտում եմ հայտնվել։ Ես այդ ամեն ինչը անկեղծ ասեմ, չէի հաշվարկել, երբ որ մտնում էի ռեստորանային ոլորտ, բայց նաև միգուցե դա ինձ օգնեց, որովհետև երբեմն լինում է, որ հաշվարկում ես, շատ ես մտածում ու չես մտնում։ Ինձ այդ փուլերում օգնեց սիրահարվածությունը հենց ռեստորանային ոլորտի վրա, որ կարողանում այդ ամեն ինչը հաղթահարել, նաև ինքը սովորել ու առաջ գնալ։ Ինչից եք սկսել, ինչքան գումարից, քանի հոգով։ Քանի հոգով։ Այո։ Ես ու մի հատ աղջիկ կա, բաժնետերս, համատեղությամբ էլ կինս է, արմատ ռեստորանից ենք սկսել, այդ կատակ էլ բաժնետերի մասը։ Բայց գաղափարը երկուսով եք ունեցել։ Հա։ Եվ ուզում ասեմ, շեշտելու մասնակատակ, անխուսափելի բաժնետերը։ Հələ բանը, կասկածներ ունեմ, որ ավելի շատ բաժինը Իրանն է, չգիտեմ, ընդհանրապես։ Այո, երկուսով ենք սկսել, մեր խնայողություններով, տան գրավադրմամբ առաջի պրոյեկտն ենք բացել։ Դուք եք բազմիցս ասել, որ բավականին ռիսկային ոլորտ է, բավականին մեծ ներդրում եք անում, մի քիչ անորոշ հեռանկարով, բայց արդեն այդ ռիսկին գնալուց հետո ամբողջ ընթացքում ռեստորանային բիզնես ծավալելու այլ ինչ ռիսկային քայլ եք արել, որ իսկապես դժվար որոշում է եղել եւ ինչ է եղել կշեռքի երկու նժարին եւ ինչ եք հատկապես ընտրել։ Նախ բանը, ես չի ուզենա, որ ռիսկը ու անորոշությունը մենք բանանենք, նույնականացնենք, դրանք տարբեր բաներ են։ Ռիսկ չի նշանակում, որ մենք չգիտենք, թե ինչա տեղի ունենալու։ Ռիսկը հակառակը գիտենք։ Ռիսկը հակառակը գիտենք, լավ գիտենք, ինչա լինելու, ու եթե մեծ է ռիսկը, լավ գիտենք, որ այդքան էլ լավ բան չի լինելու։ Դուք տեսել եք շերքի նժարներին ինչ է դրված, հիմա դուք ո՞րն եք ընտրել, ես այդ իրավիճակը կուզեի, որ Հա, շերքի նժարին։ Երևի դա ամենա այտենց ցայտուն օրինակը դա կովիդի օրինակն է, երբ որ կշերքի նժարին դրված էր ահռելի ֆինանսական պարտավորությունների ձեռքբերումը, այ հենց այդ դեպքում անորոշության պայմաններում, փաստացի անորոշության պայմաններում, սրտում իմ մոտ ամեն ինչ լավ էր, ես վստահ եմ, որ լավ է լինելու, բայց գլխում ոնց որ այդքան էլ լավ չէր հեռանկարը ու անորոշության պայմաններում պետք էր մեծ ֆինանսական պարտավորություններ, մեղմ ասած, ձեռք բերել, կորուստներ ունենալ եւ պահպանել ռեստորանները, այսինքն կշերքի նժարին դրված էր ռեստորաններ չունենալ եւ այս պահին ֆիքսել
բավականին լավ վիճակը, որ կար, հա, որ ելքի առումով դուրս գալ մինիմալ կորուստներով եւ գնալ մաքսիմալ կորուստների անորոշության պայմաններում, բայց հավատալով, որ ամեն ինչ լավ ալնելու, ոնց որ ես խաղադրույք այս դեպքում դրեցի անորոշության վրա, իմ բիզնեսների, իմ թիմի վրա, հավատի վրա ու այդ արդարացվեց։ Արեգ, ինձ թվում է դուք էլ կհամաձայնեք, որ ֆուդ բլոգինգի միջոցով հետաքրքրություն առաջացնելը բիզնես վարելու դա ամենափոքր մասն է։ Հետաքրքրությունը առաջացավ, հետո խնդիր կա այդ հետաքրքրությունը պահելու, հավատարիմ հաճախորդների բանակ ձևավորելու։ Դուք ինչ գործիքներ եք կիրառում դա անելու համար։ Այո, իհարկե, բանը գովազդը եւ պրոդուկտը այդ բանը ոնց որ ավելորդ էլ ասել, պետք է համապատասխանեն իրար։ Բայց 21-րդ դարում, երբ որ խոսում ենք պրոդուկտի, ռեստորանի մասին, ես կարծում եմ իսկապես ավելորդ է խոսել, որ պրոդուկտը պետք է կամ ռեստորանը պետք է համով լինի, կամ պետք է սպասարկումը լավ լինի, բարեհամբույր լինի եւ այլն եւ այլն։ Սրանց մասին խոսելը իսկապես 21-րդ դարում ավելորդ է։ Դա պետք է լինի։ Իհարկե կան գործիքներ, որոնք մենք օգտագործում ենք, խոսքը մեր տեղեկատվական բազայի մասին է, որի արդյունքում մենք անում ենք վերլուծությունները եւ չափում ենք թե մեր անհատական արդյունավետությունը, թե թիմային, թե բիզնեսի ընդհանրապես, որոշակի կանխատեսումներ ենք փորձում անել եւ որոշակի արձանագրումներ ենք անում մեր համար նախորդ վաճառքներից, որի հիման վրա եւ այս ձևավորվել է հենց այս պահի մենյուն, որը կարելի է ասել ամբողջությամբ առանց չափազանցության պահանջված է ու սիրված այլևս, որտեղ ինքը երկար ճանապարհ է անցել։ Ինչ ուզում է լինի, մեկը լավ պրոդուկտը բացահայտվում է վաճառքների ընթացքում։ Այդ վաճառքների ճանապարհի ընթացքում մենք բացահայտել ենք սիրված ու լավ պրոդուկտները, պահանջված պրոդուկտները, փոխել ենք նաև աշխատել ենք նաև մեր գնային քաղաքականության վրա, որովհետև կարծում եմ այսօր որոշ դեպքերում Երևանում սպասարկման հյուրընկալության ոլորտում բարձր գները մեղմ ասած այդքան էլ արդարացված չեն, մենք մի քիչ հակառակ ուղղությամբ ենք գնացել, չկորցնելով այդ դեպքում ոչ որակը, ոչ բարձր սպասարկումը, ոչ ջերմ հյուրընկալությունը, ոչ հարմարավետությունը, որ մենք մատուցում ենք ու կարծում նաև մեր օրինակով ապացույց ենք, որ հասանելի գները ամենևին չեն նշանակում որակի կորուստ։ Այս ամբողջն է ու ուստեղ մեկ կարևոր առանձնահատկություն կա, իհարկե ես համաձայն եմ այն բանը ինչ որ ես անում եմ կոչվում է իսկապես food blogging ու նորմալ է որ դա տենց կոչվում է, բայց խոսակցության սկզբում էլ մենք խոսեցինք, ես ես ոնց որ կարող եմ մրցակիցներին եմ ասում, այդքան էլ լավ չի իմ համար, հա, բայց նաև ուզում եմ սկսնակներին ու այն մարդկանց, ովքեր հիմա նստած մտածում են ոնց անեն, որ իրենց պրոյեկտը աշխատի կամ ոնց անեն, որ նոր պրոյեկտը որ բացում են աշխատի, կարևոր է հասկանալ, որ բլոգինգը, հա, այն ինչ որ մենք բլոգինգ ենք անվանում, դա այլևս ոչ թե գործիք է ռեստորանը առաջ խաղացնելու 30 տարի ինքը տենց էր, հա, երևի դիջիտալ արտադրություն 20 տարի, չգիտեմ ինչքան է։ Դա տենց էր իսկապես, բայց ինքը հիմա գործիքից վերածվել է գործունեության։ Այսինքն այն 10 տարի առաջ, 5 տարի առաջ մենք կարայինք զոհաբերեինք, ասենք լավ, դուրսը բուկլետ կբաժանենք կամ մի հատ իվենտ կկազմակերպենք, հա, պարզ օրինակներ եմ բերում, ու մենք մեր գովազդային արշավը մի քիչ հա թույլ, բայց ջրի երեսին կմնանք։ Ընտրություն ունենք, լավ, մի քիչ էլ Facebook-ում գովազդ կդնենք։ Լավ մի հատ ինֆլուենսեր կհրավիրենք, այս գործիքներ էին, որ մենք օգտագործում էինք։ Հիմա մոլորությունը նրանում է, որ մարդիկ դեռևս դա անցալում են գործիք։ Այնինչ հյուրընկալության ոլորտում սա արդեն գործունեության տեսակ է։ Հյուրընկալությունը առանց թվային հարթակների այլևս գոյություն չունի։ Եթե մենք նախկինում հյուրերին դիմավորում էինք, ստեղ դռան մոտ, հիմա մենք հյուրերին դիմավորում ենք սոցիալական ցանցերում, այս ամբողջ խնդիրը։
Բայց նույն էմոցիոնալ կապը կարողանում եք սոցիալական ցանցերից տեղափոխել նաև այստեղ ռեստորան։ Դա շատ էներգիա ձեզանից Կարողանալ այլ հարց է։ Մենք կարողանում ենք, կարողանալը այլ հարց է, բայց այն որ պետքա դա անել ու փորձել անել, դա միանշանակ է։ Ձեր դեպքում ստացվում է դա, որովհետև դա նաև լրացուցիչ եւ շատ մեծ էներգիա է, այսինքն մարդիկ, որոնք ձեզ տեսնում են սոցիալական ցանցերում, այդ նույն կապը իրենք ցանկանում են տեսնել նաև ռեստորան այցելել։ Այո, իհարկե, ես փորձում եմ պրոյեկտներում ներկա լինեմ, հնարավորինս շատ։ Այո, այդպես մի հոգին հերիք չի, որ այդպես ամեն տեղ, ամեն սրահում կամ ամեն պրոյեկտում լինի, բայց այնքանով ինչքանով որ հնարավոր է, հնարավորությունն շատ եմ անում, որովհետև վերջի վերջո մեր ոլորտում ամենակարևոր մարդիկ հյուրերն են, ոչ Արեգնա, ոչ շեֆ-խոհարարն է, ոչ մատուցողներն են, ոչ մեկ։ Մեր հյուրերն են ամենակարևոր մարդիկ, ու իրանց նկատմամբ ուշադրությունը պետք է լինի տոտալ։ Արեգ, դուք ասել եք, որ շատ կցանկանայիք, որ երբ դուք նոր եք սկսում բիզնեսը, լսեիք մարդկանց, ովքեր արդեն դրանով զբաղվում են, իրենց փորձով կիսվեին, ներկայացնեին իրենց անցած ճանապարհը։ Դե դա, ինչպես հասկանում եմ, տեղի չի ունեցել, նոր է այդպիսի տենդենսներ նկատվում, բայց ունեցել եք ինչ-որ բիզնես պատմություն կամ ինչ-որ գործարար, որ ձեզ իսկապես ոգեշնչել է կամ ոգեշնչում է։ Իսկապես այդ շրջանում շատ դժվար էր գտնել մարդկանց, որոնք կխոսեն բիզնեսից։ Ու ինչն է կարևորը, խոսացողները շատ են, բայց իրականությունից, դժվարությունից, սխալներից, սխալները հաղթահարելուց, այդ հաջողությունների մասին հաջողակ պատմությունները ես երաշխավորում եմ ուղղակի, ոչ մի օգուտ չունեն։ Մի պուճուրիկ իրանք ոգեշնչման աղբյուր կարան հանդիսանալ։ Վայ իրա մոտ ստացվել է, վայ ինչ լավ բան է ստացվել, գնաց գցվեց։ Բայց եթե դու չես տիրապետում այդ բաներին, այդ վտանգներին, դու չգիտես մարդիկ ոնց են սխալվել, ինչ ճանապարհներ են անցել, ինչ ռիսկեր, գոնե իմանաս, դա երաշխիք չի, որ դու չես սխալվելու, հասկանում ես։ Բացարձակ, եթե դու սխալի մասին գիտես, երաշխիք չի, որ դու չես սխալվելու։ Ուղղակի երբ որ այդ սխալվելու պահը գա, դու մի քիչ ավելի պատրաստ ես լինելու։ Մեր սա աշխարհի խնդրեմ է իրականում, բայց քանի որ խոսում ենք Հայաստանի մասին, հա, գործարարները ընդհանրապես երևի ամենաթերագնահատված բանն է, ինչ ասեմ, խումբն է, որ կա մեր հասարակության մեջ։ Հատկապես այն գործարարները, որոնք իրենց սխալի պատճառով կործանվել են։ Այն ինձ զարմանալի չհնչի, բայց հենց իրանք են ամենամեծ հարգանքին արժանանում։ Հենց իրանք։ Իսկ կա պատմություն, որ ձեզ իսկապես ոգևորել է։ Համաշխարհային, հայ։ Հնարավոր է ինչ-որ մի գործարար կա, որը մեզ հայտնի չէ, բայց իր պատմությունը շատ հետաքրքրել ու։ Դե հիմա շատ ես կարամ այն գրքերից ասեմ, որոնք ընթերցել եմ։ Էնդրու Գրով, Intel-ի հիմնադիրը, իր այդ Intel-ի զարգացման ճանապարհը սխալների, փոփոխություններին ադապտացվելու ունակությունը ու անհրաժեշտությունը։ Նասիմ Տալեբ, ելում ասեմ, Էլիախո Գոլդրատ, Շուլց, Starbucks-ի հիմնադիրը, Մակդոնալդսի պատմությունն էլ է հետաքրքիր բավական։ Շատ հետաքրքիր է, այո։ Մակլամեր, Burger King-ի հիմնադիրը։ Բոլորի ճանապարհների մեջ թե ոգեշնչման, թե սովորելու տեղեր կան։ Հա, ինչ որ մեկին ուզում ես նմանվես հենց։ Մանավանդ երբ որ ծանոթանում ես գրեթե բոլորին, հա, ու ոչ միայն սննդի բիզնեսի մեջ, դու հասկանում ես, որ այդ ընկնելու, սխալվելու, կասկածելու, հատակին հայտնվելու, թևեր առնելու, թռնելու, հետո նորից ընկնելու, այս ճանապարհը անխուսափելի է։ Երկար ճանապարհ է։ Ամբողջ կյանք, երկար չէ, ամբողջ կյանք։ Դուք 9 տարի արդեն բիզնեսում եք, այ ձեր արդեն խաղաց դասերը որոնք են։ Ինչը կանեիք նույն ձև, եթե նորից սկսեիք բիզնեսը, ինչը երբեք նույն ձև չէիք անի։ Այդ բանալին ստեղ է։ Հենց բանալին ստեղ է խնդիրների մեջ։ Որ մենք նայում ենք հետ ու ասում ենք այս սխալը չենք կրկնի։ Բայց դու այդ սխալը չանեիր, դու այդ դասը չէիր սովորելու։ Իսկ ո՞րն է ձեր դասը ամենամեծ, ամենակարևոր դասը այս ընթացքում։ Որ մենեջմենթը այդ մարդկանց մասին է։
ոչ թե գործի մասին է, ոչ թե ծանրություն վերցնել դնելու կամ բան տեղափոխելու կամ օպերացիոն համակարգել, մարդկանց մասին է մենեջմենտը։ Ստեղ այո, ես շատ սխալվել եմ, բայց ես որ վերադառնա այդ սխալները չկրկնեմ, ես խառը բան է ստացվում, էլի, չես կարա։ Պետք է հասնես այդ ճանապարհը։ Դիզգաս քո որոշումների հետևանքները, ռիսկերը, որ դու ունես։ Դու կարողանաս ջարդել են կարծրատիպերը, որոնք եղել են այն միջավայրում, որտեղ դու այդ գործունեությունը սկսել ես։ Ամեն միջավայր իրան ունի։ Ու դու չէիր կարա չունենայիր այդ բանը, այդ մոտեցումները։ Դու տենց ես դաստիարակվել, հա, կոպիտ ճնչի, բայց տենց է ստացվում։ Դու տենց ես դաստիարակվել։ Տենց։ Ձեր ամենամեծ ֆինանսական կորուստը 120 միլիոն դրամն է։ Ինչ եք զգացել այն պահին, երբ այդ կորուստը եղել է, եւ ձեր հաջորդ քայլը ո՞րն է եղել։ Իրականում դա ընդհանրապես մի կտորն է, որ կորուստների մեջ եղել է, իրանք տենց պերմանենտ եղել են վերջի հետ կովիդյան շրջանում հատկապես, հա։ Ես հենց դրա մասին ասեցի։ Գիտակցված կորուստերի շրջանը միայն ինքնավստահություն։ Գիտեք, բայց հետաքրքիր բան կա։ Իմ հաջորդ հարցը դա է, ինչ եք դու ուժեղ ես այն ժամանակ, երբ որ կորցնելու բան չունես։ Քո իմիջը բարձր կետի վրա է, երբ որ դու թքած ունես քո իմիջի վրա։ Երբ որ քեզ չի հետաքրքրում այդ ամեն ինչը։ Ես կարծում կենտրոնանալ մեր խնդիրները կարող սկսեն այն ժամանակ, երբ որ մենք կենտրոնանում ենք այդ խնդիրների վրա, այն խնդիրների վրա, որոնք առաջանում են։ Խնդիրը առաջացավ, վերցրեցինք, նայեցինք, սովորեցինք, փաթեթավորեցինք, դրեցինք մի կողմ, անցանք առաջ։ Այ ինչ արեցիք անմիջապես հետո։ Առաջ անցնելը ո՞րն է, շարունակել գործունեությունը։ Նոր պրոյեկտ բացեցի։ Նոր պրոյեկտ բացեցի։ Շարունակեցի իմ գործունեությունը։ Այդ բանը էլի, այտենց չես տապալվում ու ասես ինչ որ զրոյից սկսում, չէ՞։ Պրոցեսը։ Այն պահին կտապալվես, երբ որ ընկալես դա տապալում։ Ցանկացած պահի։ Հիմա Արմատ ռեստորանը ես փակեցի, այո, իհարկե բանը կծիծաղ եք իմ վրա, եթե ասեմ, որ ինձ ինքը գժական վիճակում էի ֆինանսական, տենց ու որոշեցի փակել, հա, տենց։ Ժամանակ հերիք է, ասենք, չէ, պարզ է։ Ինչ-որ խնդիրներ լուծելու համար, հա, ասենք, 1-2 օր կարող է էմոցիոնալ ինչ-որ ղդիկներ ունենաս մեջ, չէ՞, տենց, հա, մի քիչ, բայց մարդ ենք, չեն կարա չունենանք, բայց անցնում ես առաջ։ Այդ կյանքի ցիկլեր են, որ անխուսափելի են։ Իսկ ձեզ համար անհաջողությունը, բիզնեսի դեզով ասած ֆեյլը, դա ֆինանսին է վերաբերում, թե այլ անհաջողության ձև կա ու որն է ձեզ համար եղել այս ընթացքում իրոք անհաջողություն։ Ես դժվարանում եմ անհաջողություն բանը ձևակերպում ընդհանրապես բանան էլի անհաջողություն բառը ձևակերպել բիզնեսի մարդիկ հա դժվար իսկապես շատ դժվար է դա անելը հիմա անհաջողություն էլ չես կարող անվանես ասենք գիտակցված ինչ որ գործողությունը խաղամոլություն օրինակ հա ասենք բիզնեսի տերը խաղամոլա խաղում է ու դրա պատճառով կորցնում է դա անհաջողություն չէ էլի դա հիմարություն ասենք դա իսկ այդ անհաջողություն բառը դժվար է պրոյեկտ ես դրա մասին է ասում ինչ Արեգը գնաց ասենք չգիտեմ բացեց ինչ որ մի հատ ռեստորան հա սխալներ գործեց այդ ռեստորանը փակվեց երբ ենք ֆիքսում որ այդ անհաջողությունն է այդ սխալներ գործելու պահին թե այդ ռեստորանը փակվելու պահին բայց եթե Արեգը 5 տարի հետո 15 հատ ռեստորան բացեց դուք դրանք չեք համարում ես անհաջողություն բառ չգիտեմ չգիտեմ այդ բառը որն է եթե անգամ ասում եմ հարցով թույլ չտվեցիք ավարտել եթե անգամ տպավորություն կա որ այն որ ասում են կան սխալներ որոնք մեզ չեն սպանում մեզ ուժեղացնում են ու տպավորություն է ստեղծում որ այն սխալները որոնք մեզ սպանում են լրիվ անիմաստ են չէ ժողովուրդ մենք սոցիալական էակներ ենք բնությունը այդ կերպ չի մտածում այն սխալները որոնք մեզ սպանում են
օգնում են մեր տեսակին։ Ռեստորատորի գործած սխալը օգնում է ռեստորանային ոլորտին։ Օդաչուի գործած սխալը մի քիչ ավելի անվտանգ է դարձնում հաջորդ թռիչքները ամբողջ աշխարհում, հասկանում եք։ Դրանք սխալներ չեն, դրանք զոհաբերություններ են։ Ես անձնապես ձեր մասին եմ խոսում, այո, ընդհանրության մեջ։ Ես sense դրանք զոհաբերություն։ Ես ինչ եմ խոսում բիզնեսի մասին, որտեղ ես կարծում եմ, որ մի կաթիլ միգուցե կարող եմ օգուտ տալ այն մարդուն, որը նոր սկսել է, կամ հենց այն հարցի առաջ է կանգնած, որտեղ այդ նույն խնդիրն է։ Մի կաթիլ, մի պուճուր, հա։ Ինձ դուր է գալիս գիտակցելը, որ ես կարող եմ մի միլիմետր օգտակար լինեմ իմ հասարակությանը, այն միջավայրին, որտեղ ես գործունեություն եմ ծավալում, ու այն միջավայրին, որտեղից ես փորձում եմ գումար աշխատել։ Ինձ դուր է գալիս այդ։ Ու ես կարծում եմ, ուզես չուզես, ընդունես դա չընդունես, ցանկացած մարդու է դա դուր գալիս։ Դուք արդեն 9 տարի է բիզնեսում եք, 3 ռեստորանային սննդի ոլորտի պրոյեկտ ունեք, Համաչան, Տոկաբոկան եւ Պիդեհը։ Դուք արդեն համարյա ինֆլուենսեր եք դարձել, եթե ոչ հենց ինֆլուենսեր, հանդիպում եք ուսանողների հետ, ընդունված եւ սպասված հյուր եք տարբեր միջավայրերում։ Ձեր պատկերացրած հաջողությունը դա էր, երբ սկսում էիք այս ամենը։ Չէ, իրական Որն էր ձեր համար հաջողությունը։ Ոնց պրոբլեմ ունեմ հաջողություն, անհաջողություն բարի է, տենց էլ պրոբլեմ ունեմ հաջողություն բարի է, հա։ Ես կարծում եմ, որ պրոբլեմա ֆիքսելը հաջողությունը։ Այդ որ ասում եմ, էլի իմ մասին եմ ասում, հա, ընդհանրական ասում եմ, մեկը էլի իմ մասին եմ ասում։ Որտեղ երբ որ ֆիքսում ես ինչ որ բան, դա այդ ավարտված է։ Ինչի Արեգը հաջողակ դարձավ հանգարց, հա, որ սկսեց հաց ուտել ուղիղ եթերում, էդ էր, հա։ Որն այն պահը, երբ որ բիզնեսմենը հաջողակը, երբ որ իր մասին իմանում են, ինչ որ մարդիկ են իրան գնահատում, թե ինքն է իրան գնահատում։ Ո՞ն է բանաձևը ընդհանրապես հաջողակության։ Ես կարծում եմ դա բան է, դա մեր նեղ անձնական հարցն է ու բացարձակապես կապ չունի բանի հետ, բիզնես գործունեության հետ։ Հաջողակությունը դա երջանկությունն է։ Իսկ երջանկությունը կներեք չի կարա լինի բան, միայնակ ռեստորանում կամ այլ բիզնեսում։ Երջանկությունը դա համակարգված, արդյունավետ, կազմակերպված կյանք է, բոլոր ուղղություններով։ Անձնական առողջության, ընտանիքի, գործունեության, որ դու ծավալում ես, ինքնադրսևորման եւ այլն եւ այլն, բոլոր ուղղություններով։ Չես կարա դու բանը ընտանիքում 4 ընտանիք արդեն ստեղծած ու լուծարած լնես, հա, ու մտածես 5-րդի մասին ու քեզ համարես երջանիկ, ինչա թե ունես 3 հատ ռեստորան կամ հաջողակ եւ հակառակը, հա, կամ պարտադիր չի բիզնեսով զբաղվես քեզ հաջողակ համարելու համար, կամ պարտադիր չի հանրային հայտնիություն ունենաս հաջողակ լինելու համար։ Սա շատ, ասում եմ, սա շատ ոնց որ հիմա նստենք կրոնից խոսանք միասին, հա, նեղ անձնական հարց է սա։ Բայց ամեն դեպքում ո՞րն եք համարելու ձեր ամենամեծ հաջողությունը ու ինչ եք պլանավորում, օրինակ ապագայի համար։ Ունեք ինչ-որ նախատեսած ծրագրեր ու այդ ուղղությամբ եք գնում եւ երբ հասնեք համարելու եք, որ հաջողել եք։ Բիզնեսը ծավալվելու մասին է։ Բիզնեսը դա հարցակում է։ Բիզնեսը դա էքսպանսիա է։ Ու այդ ծավալումը երբեք չի կարա դադարի։ Այո, նպատակները եւ ցանկությունները ծավալման մասին են։ Ու ամեն հաջորդ ծավալման զարգացման պահին ես ինձ երջանիկ եմ զգալու այս ուղղությամբ։ Նպատակ ունեք ընդլայնվելու եւ ծավալվելու։ Միանշանակ, անդադար, շարունակական Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Տեսություն ամեցեք։